Այդա որ բացատրել են հափշտակությունը երբ առնելու, որը որից առաջ ու հետո է առնելու, դա շատ ապրանք է։ Քրիստալոգիա դաս 3 թանկագիններ ջան։ Հիմա մենք պիտի նայենք Քրիստոսի ով լինելը որպես մարդ։ Ավելի ճիշտ բերեք այսպես ձևակերպենք. կատարյալ մարդկային էությունը Քրիստոսի կամ Քրիստոսի ողջ էությունը, էլի полная сущность Христа։ Բերեք այդ ձևի գրենք։ Այս աստվածաբանական տերմինոլոգիան անգամ բարդ է իրականության մեջ, ոնց չեմ ես սիրում աստվածաբանությունը։ Ինչքան աստվածաբանությունը ուսումնասիրում ես, չորանում ես։ Ինչքան ուսումնասիրում ես կյանքը, այդքան կյանքով լցվում ես։ Ուրեմն հիմա մենք նայում ենք Քրիստոսի ով լինելը, թանկագիններ ջան։ Քրիստոսի նման չի եղել եւ այն ինչ որ Քրիստոսը հայտնեց աշխարհին իր էության վերաբերյալ անկրկնելի է, եզակի է, իրոք թանկագիններ։ Ուրեմն խնդրում եմ գրեք, ինքը ուներ մարդկային մարմին, իր հոգին եւ շունչն էլ մարդկային էին։ Մատթեոս 26-րդ գլխի 38 համարում ասում է. հոգին եւ շունչը մարդկային էին։ Այսպես է ասում Հիսուսը, այն ժամանակ իրենց ասաց Հիսուսը, իմ անձը դուշա մայա, իմ շունչը էլի հայերեն, տառապում է մահվան աստիճան, իմ հետ մնացեք և արթուն եղեք, իր անձը այսպիսի տառապանք էր գրում։ Ինքը ուներ մարդկային հատկանիշներ, ինչպես աստվածային ուներ այդ ատրիբուտները մենք նայենք, այնպես է մարդկային ուներ։ Ինքը սոված էր լինում, արտասվում էր, ցավ էր քաշում, բարկանում էր մեկ-մեկ, երբ բարկացավ Հիսուսով կհիշացնի։ Երբ որ քանդեց տաճարը մտավ։ Միայն այդ ժամանակ։ Չէ։ Իսկ որ փարիսեցիներին ասում էր դուք սատանայի ծնունդ եք, ուրախանում էր։ Դուք պատկերացնում եք, ասի սատանայի ծնունդ եք։ Իժերի որդիներ։ Դուք ինչ Աբրահամի սերունդ ասում եք։ Աբրահամը իմ օրը տեսավ եւ ուրախացավ։ Կեղծավորներ, ծեփած գերեզմաններ, արտաքինից սիրուն եք, ներսից փթած ոսկորներ։ Բարկանում էր թանկագիներ ջան։ Ուրեմն սովածել էր լինում, 40 օր ծոմ պահեց Հիսուսը եւ Սուրբ Հոգին իրեն առաջնորդեց անապատ, 40 օր ինքը պայքարեց, կռիվ տվեց սատանայի հետ եւ վերջի 3 փորձությունը ամենակուլմինացիոն փորձություններն էին։ Եվս մի ապացույց, որ ինքը մարդկային էություն ուներ, որ ինքը Դավթի սերունդին է, հենց սերունդից ծնգից եկող էր, այդ ցեղից եկող էր։ Հիմա գալիս ենք ամենաբարդ պահին, որ շատ մարդիկ չեն կարողանում բացատրեն, ուղղակի սա մենք ընդունում ենք հավատքով։ Քրիստոսի մեջ կա երկու բնության գոյություն, մեկ էության մեջ, այլ որևէ արարած կամ որևէ էակ այս բանը չունի։ Սա կոչվում է գրեք իպոստասное соединение։ Իպոստասը կոնկրետ ինչ-որ պերսոնա է։ Իր մեջ կա իպոստասное соединение, այսինքն աստվածայինը եւ մարդկայինը համատեղ գոյություն ունեն մեկ էության մեջ։ Պարզը։ Ուրեմն Քրիստոսը միաժամանակ 100%-անոց մարդ էր եւ 100%-անոց Աստված էր։ Իրանք կային այդ բովանդակությունները, թե ինչպես է այս գոյությունը եղել, որևէ մեկը չի կարող բացատրել, բայց մենք գիտենք, որ Աստված մարմին հագավ, Սուրբ Հոգու հպումով Մարիամը հղիացավ
եւ Քրիստոսը ծնվեց այսպիսի էությամբ, բարձր։ Ինքը անկրկնելի է, թանկագիններ ջան, որևէ մարդ այսպիսի էություն չունի։ Հետո հունական դիցաբանության մեջ մենք ունենք նման, ասենք, նմանակումներ արդեն, որ Զևսը ինչ-որ իր աստվածուհիների հետ կենակցելուց հետո երկրի վրա ծնվում են հսկաներ, շատ մեծ ուժի, պոլուբոկ, պոլուչելավեկ, այս սաղ արդեն գալիս էր Քրիստոսի մարմնավորման պատճեահանումից, էլի հասկանում եք, փորձում էին նմանակեին, բայց օրիգինալը Քրիստոսն է, անկրկնելին Քրիստոսն է։ Ուրեմն, ինչի մասին ենք խոսում։ Մենք դավանում ենք, խնդրում եմ սա գրեք, մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որը եւ որդի է, եւ մարդ է, եւ Աստված է, որը միածին է, ճանաչում ենք իրեն երկու էությամբ, աստվածային եւ մարդկային, սրանք իրարից անբաժան են, բայց իրար մեջ միաձուլված էլ չեն, էլի սենց մի հատ ընդհանուր բան չէ, աստվածային մարդկային էության գոյություն կա Քրիստոսի մեջ, մեկ էության մեջ երկու գոյություն, սրա հիման վրա շատ մուսուլմաններ կամ Եհովայի վկաներ ասում են, բա Աստված մահացավ խաչի վրա, միանշանակ Աստված չմահացավ եւ մարդու հոգին էլ Քրիստոսի չմահացավ, մահացավ Քրիստոսի մարդկային մարմինը, իր մարդկային հոգին կենթանի էր, թանկագիններ ջան, բարձա, որով ինքը հետագայում իջավ դժոխք, ուրեմն մարմնավորված Քրիստոսը ունի բոլոր հատկանիշները, որոնք կատարյալ Աստծուն են բնորոշ եւ բոլոր հատկանիշները, որոնք բնորոշ են կատարյալ մարդուն, Աստծուն եւ մարդուն։ Այս մարդկային եւ աստվածային ատրիբուտները կամ հատկանիշները իրար հետ չեն խառնվում, թանկագիններ ջան, իրար հետ պարալելնը զուգահեռ գնում են, մեկ էության մեջ, բարձա։ Սա մենք ընդունում ենք հավատքով, մարդկային լեզվով հնարավոր չի սա բացատրել, ընկալել, ընդամենը մենք փաստ ունենք, այդ փաստը արձանագրում ենք։ Գնում ենք առաջ։ Խնդրում եմ գրեք կետ, Քրիստոսը մարգարե, թագավոր եւ քահանայապետ։ Քրիստոսը միաժամանակ իր մեջ ընդգրկել է մարգարե, թագավոր եւ քահանայապետ հասկացողությունները։ Մարդ կա, որ սա ժխտում է։ Չէ։ Ուրեմն, մարգարե։ Երկրորդ Օրինաց 18-15։ Մովսեսը մարգարեություն է անում եւ ասում է. «Մարգարե քո մեջից կկանգնեցնի Տերը, քո Տեր Աստվածը, ինչպես որ ես եմ։ Նրան լսեք»։ Դրա համար երբ Հիսուսը երկրի վրա էր, իրան հարցնում էին. «Դու ով ես։ Եղիան ես, Երեմիան ես, դու մարգարեն ես»։ Երբ ասում էին դու մարգարեն ես, ի նկատի չունեին այս սովորական մարգարեներից մեկը։ Նկատի ունեին դու հենց այն մարգարեն ես, որի մասին Մովսեսն էր խոսում, թե չէ։ Հասկանում եք, հարցը այդպես էր դրված, որովհետև Մովսեսը ասել էր, որ իմ նման Մովսեսի մեծությունը եւ վեհությունը անժխտելի է, փաստ է, ինքը իրոք եղել է բոլոր ժամանակների հզորագույն մարգարեներից մեկը։ Եվ ինքը այն մարդն էր, որ Հիսուս այլակերպության լեռան վրա կանգնած էր, ինքը հայտնվեց Եղիայի հետ եւ խոսում էր Քրիստոսի վախճանի մասին։ Հասկանում եք, այդքան հզոր տիպ էր։ Եվ ասում է իմ նման մեկին կկանգնացնի, այսինքն նման հեղինակություն ունեցող, նրան լսեք, երբ Հիսուսը եկավ, ով իրեն լսեց։ Իրանք էլ էին մեկ-մեկ ապստամբում։ Ասում էին, այ հիմա որ ասում ես, հիմա հավատում ենք, որ դու։ Ասում ես, քան ժամանակ ես քո հետ եմ Թոմաս, նոր հավատացի, ձեր տունը շինվի։ Հասկանում եք։
Մատթեոս 21:45-46 Երբ որ ինքը խոսում էր առակներով, փարիսեցիները հասկացան, որ այդ առակների մեջ ինքը խոսում է իրենց մասին եւ քարերը փորձում էին իրեն բռնեին, բայց ժողովրդից վախենում էին, որովհետեւ նրան ընդունում էին որպես մարգարե։ Այդ մարգարեզորը։ Այո։ Հետո մարգարեն տեսանք։ Ո՞վ է մարգարե, թանկագիններ ջան։ Ապագան Այո, մարգարեն մեկն է, որը հռչակում է Աստծո կամքը ցանկացած թեմայի վերաբերյալ։ Ապագա կլինի, անցյալ կլինի, ներկա, մեղք կլինի, օրհնություն կլինի, ինչ որ մի գործ կլինի, ինչ որ հարցի լուծում կլինի, մարգարեն հռչակում է Աստծո կամքը։ Հիսուսը եկավ եւ երկրի վրա ինչ ասաց։ Որ Աստված կամենում է փրկել յուրաքանչյուր մեղավորի, ասեց Աստված մեղավորի մահը չի ուզում։ Ես եկել եմ, որ ձեր մեղքերը վերցնեմ իմ վրա։ Եթե ինձ հավատաք, կփրկվեք։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որով որ հավատա, փրկվի։ Այսինքն ինքը հայտնեց Աստծո կամքը։ Տերը չի ուզում այս աշխարհը կործանի, ուզում է ով որ հավատա փրկվի, բայց մի օր դա պիտի լինի։ Դրա մասին էլ էր ինքը խոսում։ Հետո բերեք նայենք երկրորդը, քահանայապետը։ Թագավորն է գնայինք, գրեք քահանայապետ։ Ուրեմն ինչպես ասացի, ինքը Ահարոնի ծնգից չեկավ, որովհետև Ահարոնը սովորական մարդ էր, մահկանացու, մեղքին ենթարկված։ Ինքը եկավ մի յուրահատուկ քահանայապետական կանչվածությամբ, քահանայապետական դիրքով, որի մասին դարեր առաջ խոսել էր Մովսեսը։ Ինքը եկել էր ինչ քահանայապետական կոչումով Հիսուսը։ Մելքեսիդեկի։ Մենք անցնում ենք այդ անվան կողքը եւ ընդհանրապես ուշադրություն չենք դարձնում։ Բայց Եբրայեցիս թուղթը շատ հետաքրքիր ձևի բացահայտում է մեզ համար Մելքեսիդեկի ով լինելը։ Ասում է ինքը հայր, մայր չուներ, անսկիզբ եւ անվերջ էր։ Այսինքն մարդ եք տեսե դուք։ Կա տենց մարդ։ Բա ով էր էս Մելքեսիդեկը էսա։ Հիսուս Քրիստոս։ Հա։ Իսկ դուք հասկացել եք ինչի է ինքը Մելքեսիդեկը։ Չեք հասկացել։ Շատ վատ է։ Սաղմոս 109 ռուսերենով 4-րդ համարը, գուցե հայերենով 110-ը։ Ջան։ Երդվում էր Տերը եւ չի զղջա։ Դու քահանայապետ ես, քահանա ես Մելքեսիդեկի կարգով։ Եբրայեցիս 7-րդ գլուխը 15-ից 17 համարները տանը կկարդաք, թանկագիններ ջան։ Լավ, ինչու Մելքեսիդեկը։ Մելքեսիդեկը Աբրահամի մոտեկան չէ։ Մելքեսիդեկը եկավ։ Աբրահամի հաղթանակից հետո եկավ եւ օրհնեց իրեն։ Բայց ինչու Մելքեսիդեկ։ Սաղմի Հաստատ։ Մելքեսիդեկը հացուկինի բերեց եւ նա բարձր Աստծո քահանա։ Շատ ուժեղ եք ասում։ Տերը օրհնի ձեզ, թանկագիններ ջան։ Տերը օրհնի ձեզ։ Գրեք Մելեխ կամ Մալկի Ցեդեկ։ Մելեխ կամ Մալկի Ցեդեկ։ Ուրեմն Մալկին կամ Մելեխը նշանակում է թագավոր։ Իսկ Ցեդեկը նշանակում է արդարության։ Պլյուս ինքը Սաղեմ քաղաքի թագավորն էր։ Սաղեմը թարգմանվում է որպես Շալոմ։ Երուշալայմ ապագա քաղաքի թագավորն էր։ Շալոմը նշանակում է խաղաղություն։ Այսինքն այն էակը, որը եկել էր եւ ասաց ես Մալկի Ցեդեկն եմ, ես խաղաղությունը բերողն եմ։ Կար է տենց մարդ երկրի վրա։ Այս էակը մեր իմացությամբ անվանում ենք իրեն Տեոֆանիա։ Տեոֆանիա նշանակում է Աստծո Տեոսի Ֆանյան մարմնավորումը։ Այսինքն մարմնով եկած Քրիստոսն էր։ Պարզա։
ինքը եկավ եւ այս պերսոնաժին բացարավ, ինքն էր անսկիզբը եւ անվերջը, հայր եւ մայր չուներ։ Եվ ինքը ցույց տվեց, որ ինքն է քահանայապետը, որին հետո ինքը եւ մարմնավորեց ապագայում։ Բարձա։ Ստեղ բացահայտեց, տեսիլքը տվեց, ընդեղ մարմնավորեց 2000 տարի հետո, նո կամ 1700։ Ուրեմն Մելքեսիդեկի կարգը բնականաբար Ահարոնի կարգից բարձր էր, ինչու՞։ Որովհետև առաջին քահանա Ով։ Որովհետև այդ քահանաները մահանում էին։ Որտեղ մահանում էին, որտեղ մեղք էին գործում, որտեղ անընդհատ կարիք ունեին զոհ բերելու, ինչ եք ասում։ Սկիզբ ու վերջ ունեին Ահարոնինը, իսկ նա կատարյալ Տերն էր։ Շատ լավ, վերեք թագավորը նայենք, թանկագին էր պարզեմ բացատրում, թե չէ, գնացինք առաջ։ Քրիստոս թագավորը։ Ուրեմն, ինչ է սա, ինչի մասին է սա։ Ուրեմն թագավոր լինել ու ունենալ նշանակում է ունենալ կատարյալ եւ շատ մեծ լիազորություններ։ Նախօծյալ լինել, գալիս էր մարգարեն, ոցում էր թագավորին ու ասում էր Տերը քեզ դրեց թագավոր։ Այդ օծելուց հետո լիազորությունն էր բացատրում մարգարեն այդ թագավորի, ոնց որ արեց Սամուելը, չէ, սկզբից Սավուղին, սկզբից հետո Դավիթին էլ բացատրեց։ Ուրեմն մեր Տերը, մեր Հիսուսը գալիս է Դավթի սերունդից, իսկ Դավիթը ով էր? Թագավոր էր։ Ամեն։ Ինչու Դավիթին ընտրեց, որովհետև ասում է ինքը իմ սրտի մարդ է։ Դավթի սերունդից թագավոր լինել, որ շեշտվում է, դա նշանակում է, որ եկող Մաշիախը իմ սրտի պատկանելություն ունի։ Հասկանում եք։ Այսինքն մեկն է, ում ես կատարյալ ձևի հաճում եմ։ Ղուկաս 1:32-33 ինքը շատ մեծ կլինի եւ բարձրալի որդի կկոչվի եւ նրան Տեր Աստվածը նրա կտա Դավթի գահը, իր հոր գահը եւ ինքը հավիտյանս հավիտենից կթագավորի Հակոբի տան վրա։ Օլեյ հա օլամիմ։ Եվ նրա թագավորությունը ավարտ չի ունենա։ Բարձա։ Քանի որ Քրիստոսը ավանակի վրա նստած եւ ավանակի այդ էշի ցակը ոնց է կոչվում, քուրակը կներեք, դե ավանակի վրա նստած էր, քուրակը կողքով գալիս էր, էլի, ու ասում ասիա грядет твой царь на ослице молодой, Իսրայել, Երուսալիմ, այդ Զաքարիա մարգարեությունն է։ Եվ երբ Հիսուսը որպես թագավոր մտավ Երուսաղեմ, ինքը չէր եկել իրեն թագավոր հռչակի։ Բայց երբ մտավ Երուսաղեմ, ժողովուրդը ասում էին, որ благословен грядущий во имя Господне։ Նա օրհնված օրհնյալ է, նա ով Տիրոջ անունով գալիս է։ Բայց Հիսուսը ինքը իրեն թագավոր չէր հռչակել։ Ինքը առաջի անգամ եկել էր որպես ծառա, մեկը, որ պիտի մահանա մեղքերի համար։ Երուսաղեմը, Իսրայելը իրեն մերժեց։ Ինքը պիտի գա երկրորդ անգամ։ Երկրորդ անգամ գալուստի ժամանակ ինքը արդեն չի գալու ծառայի նման, զոհի նման, գառի կերպարով։ Ինքը գալու է որպես Տեր տերած եւ թագավոր թագավորած։ Բարձա։ Որովհետև ինքը մարդու ձեռքով չէր կարա թագավորել։ Նայեք, եթե հրյաները իրեն ընդունեին, Եթենեի բաժինը գանք էլի, կկատարվեր Դանիելի վերջի յոթնյակը, կթագավորեր հազարամյա արքայությունը, խիլիազմը հետ, կամ միլենիումը, այսպես կոչված։ Երբ որ այդ հազարամյան լիներ, ինքը կնստեր Երուսաղեմում որպես թագավոր։ Բոլոր ազգերը կգային իրեն երկրպագելու եւ ինչպես Զաքարիան ասում է, այն ազգը, որը չի գա, նրան անձրև չի գա։ Կլինի զասուխա։ Երաշտ։
Ուրեմն մենք տեսնում ենք, որ այդ ժամանակ եթե ընդունեին ինքը կլիներ թագավոր, բայց ինքը եկել էր այլ նպատակի համար։ Ինքը գիտեր, որ պիտի մերժվի, պիտի սպանվի, եւ դրանից հետո երրորդ օրը հարություն առնի, եւ դրանից հետո հափշտակվի երկինք, նստի հոր աջ կողմ այնքան, մինչև որ ընդունելի տարին ամառը, ճիշտ թարգմանությունը Տիրոջ ընդունելի ամառը լինի ու ամառվա վերջում սկսվի սեպտեմբերի մոեդիմները, եթե դուք եբրայերեն գիտեք այդ ինչ է նշանակում։ Այդ մոեդիմները արդեն Տիրոջ հափշտակության Իսրայելի 7 տարվա տառապանքի եւ երկրորդ գալուստի եւ հազարամյա արքայության վկայություններն են։ Ամեն։ Այսպիսով 3 այսօրվա մեր դասը ավարտված է։ Մյուս շաբաթ արդյոք եղբայրը ձեզ կդասավանդի այլ դաս, այն մյուս շաբաթ առաջ Աստված ելի կշարունակենք Քրիստոսաբանությունը։ Տերը շատ օրհնի ձեզ, շնորհակալ եմ անչափ ձեր համբերության համար։ Կան հարցեր, թանկագիններ չեն։ Այս կարող եք անջատել արդեն։ Հազիք եկեղեցու հափշտակությունը կլինի, հետո 7-ամյա այդ